Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Իրար համար աղոթք արեք Հակոբոս 5:16 Որպեսզի ուրախությամբ մատուցես բարեխոսական աղոթքները, հիշիր, որ այդպիսի աղոթքն ամենաքաղցր աղոթքն է, որ Աստված լսում է, որովհետև այն իր բնույթով նման է Հիսուսի աղոթքին, այն ամբողջ խունկի մեջ, որ մեր մեծ քահանայապետը դնում է խնկամանի մեջ, իր համար ոչ մի հատիկ չկա։ Նրա բարեխոսությունը պետք է որ բոլոր աղաչանքներից ամենաընդունելին լինի, և որքան մեր աղոթքը նման լինի Քրիստոսինին, այնքան ավելի քաղցր կլինի, այնպես որ մինչ մեր աղաչանքները մեր անձերի համար ընդունվում են, մեր աղերսանքներն ուրիշների համար, իրենց մեջ հոգու ավելի շատ պտուղ, ավելի շատ սեր, ավելի շատ հավատ, ավելի շատ եղբայրասիրություն կրելով, Հիսուսի թանկ արժանիքների շնորհիվ դառնում են ամենահաճելի պատարագը, որ մենք կարող ենք մատուցել Աստծուն։ Կրկին հիշիր, որ բարեխոսական աղոթքը չափազանց ազդեցիկ է, ինչ հրաշքներ է այն գործել։ Աստծո խոսքը լի է դրա հիանալի օրինակներով։ Հավատացյալ, դու զորավոր զենք ունես քո ձեռքերում, խելամտորեն գործածիր այն մշտապես, գործածիր հավատքով, և դու անշուշտ օրհնություն կլինես քո եղբայրների համար։ Երբ թագավորի ականջները լսում են քեզ, խոսիր նրա հետ նրա մարմնի տառապող անդամներից։ Երբ շնորհք գտնես մոտ գտնվելու նրա գահին, և թագավորն ասի քեզ, խնդրիր, և ես կտամ քեզ քո ուզածը, թող քո աղերսանքներն այդժամ միայն քո անձի համար չլինեն, այլ շատերի, որ նրա օգնության կարիքն ունեն։ Եթե դու շնորհք ես ստացել, սակայն բարեխոս չես, ապա այդ շնորհքը մանանեխի հատի պես փոքր է։ Քո ունեցածը բավարար է ընդամենը քո հոգին սորուն ավազի վրայից դուրս բերելու համար, սակայն շնորհքի առատ հեղեղները քեզ չեն հասել։ Ուստի դու չես կարող քո առագաստանավի վրա բերկրությամբ կրել ուրիշների կարիքների ծանր բեռները և նրանց վերադարձնել Տիրոջ այն լիառատ օրհնությունները, որոնք նրանք առանց քեզ ոչ մի կերպ չէին կարողանա ձեռք բերել։ Օ, թող ձեռքերս մոռանան շարժվել, բաբախող սիրտն իմ մոռանա զարկել, լեզուս թող դառնա անշարժ, լռակյաց, թե ես մոռանամ Աթոռը շնորհած։